շրջայց էր, ինքը հատուկ չէր եկել բնապահպանների հետ հանդիպելու ակտիվիստների, ուղղակի բայո, սակավաթիվ թվով մարդկանց էին, ակտիվիստները շատ քիչ էին, ոստիկանությունը քիչ էր, ոնց որ բոլոր համտեղյակ լինեին, որ ինքը պետք է այդ կատարի մասնակցի կուրա, եւ ես տեսնելով, որ Երևանի քաղաքապետի հետ է, ես օգտվելով արդյոք խնդրեցի հնարավորություն տվեք մոտենամ գոնե կարծիք հարցնել, իրենք ասին չի կարելի, որովհետեւ քաղաքապետի է խոսում, լավ հնարավորություն կտանք, երբ որ ավարտեց զրույցը, այսինքն իր խոսակցությունը քաղաքապետի հետ, ես ասեցի հարգելի պարոն նախագահ, ես ուրախ եմ ձեզ տեսնել Երևանի քաղաքապետի հետ այս տարի մասնակցի կուրակում, խնդրում եմ իմ ու իմ ընկերների կողմից դիմում եմ, որ լսեմ ձեր կարծիքը, այս կառույցների առկայությունը մասնակցի կուրակում, ձեր կարծիքը։ Ինչու ինքը պատասխանեց, որ օրենքի շրջանակներում այդ հարցին լուծում կտրվի։ Իսկ ապամոնտաժման մասին։ Ապամոնտաժման մասում ես աղոտ լսեցի, որ ինքը Երևանի քաղաքապետի հետ խոսում է, բայց կոնկրետ ժամ, ապամոնտաժման ընթացքը երբ սկսել, երբ ավարտել եւ այլն, այդ մանրամասները Երևանի քաղաքապետարան։ Ես ցանկացած լավ պայքարի համար ուրախ եմ։ Հասարակությունը եթե ունի լավ ակտիվ կենսադիր որոշում ունեցող քաղաքացիներ, երիտասարդներ, այդ հասարակությունը ապագա կունենա։ Ես դրա համար ուրախանում եմ։ Կշարունակենք պաշտպանել մինչև ամբողջովին սարանջներից գնա, այսպես փոքր խանութները, բայց սա միայն սկիզբ է։ Սկիզբ է ապագա բոլոր այն ընդհանուր այգիների, բոլոր այն անօրինական բաները, որ արվում են Հայաստանում, հույսով եմ նախագահի այս խոստումը միայն նախընտրական խոստում չլինի եւ շարունակվի բոլոր մաքրելու, բոլոր մեր այգիները թեղուտի սկսած մինչև բոլոր, այսինքն սա սկիզբ է, ոչ թե վերջնիշ։ Բացարձակ գոհացնող չի, որովհետև նախ իր գործը չէր, սա ընդհանրապես նախագահի գործը չէր, գալ բուտիկների համար հրաման արձակեր ինքն էլ իր ներկայացուցիչ լրատվամիջոցով։ Սա ավելի մանր մունր պաշտոնյաները պիտի լուծեին այս հարցը շատ շուտ, չպիտի սենց պայքար ծավալվեր, որ մինչ որ մեկն էլ իրան վերապահեր նախընտրական շրջանում գա ասի